Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 10,000 կիլոմետր անցած օվկիանոս կտրած ու Հայաստան հասած Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայից J.D. Vance-ից առաջին ձեռքից էին լրագրողները ցանկանում տեղեկանալ։ Ի վերջո Միացյալ Նահանգները որքան ներդրում է ակնկալում կամ նախատեսում կատարել TRIP նախագծում եւ տնտեսական ինչ օգուտներ է սպասում նախագծից։ Vance-ը հարցին հստակ պատասխան տալու փոխարեն ուղղակի տեղեկացրեց, թե խոսել են տարածաշրջանի նաև ամբողջ աշխարհի մի շարք գործընկերների հետ եւ ըստ նրա նրանք շատ հետաքրքրված են դրանով։ Նրանք կարծում են, որ սա բավականին լավ ներդրումային հնարավորություն է։ Դեռ TRIP նախագիծը նոր էր ուրվագծվում, փաստաթղթերն էլ նոր էին ստորագրվում Վաշինգտոնում, երբ հայ փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքը բարձրաձայնում էր նախազգուշացնում ամերիկյան փաթեթավորմամբ TRIP-ը իրականում թուրք-ադրբեջանական տանդեմի համար է ստեղծվում եւ որ թուրքական ադրբեջանական կազմակերպություններն ու ընկերություններն են բնադրվելու այդ նախագծում։ Միացյալ Նահանգները ինքը չի պատրաստվում ներդրումներ կատարել։ Ինքը պատրաստվում է այստեղից շահույթ ստանալ։ Այո, մեծ հավանականությամբ խոսքը թուրք-ադրբեջանական ընկերությունների մասին է, որոնք անուղղակիորեն քողարկված գուցե կանեն այդ ներդրումները, որպեսզի Հայաստանում հանրային աղմուկը շատ չլինի։ Թուրքիան եւ Ադրբեջանն են ավելի շատ շահագրգռված այդ նախագծին իրենցով անել, իրենց վաղեմի երազանք դարձած Զանգեզուրի միջանցքին տեր դառնալ, տարածաշրջանային այլ երկրներին խոշոր խաղացողներին Ռուսաստանին եւ Իրանին, այնպես չէ, որ Միացյալ Նահանգները, Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկություն ունեն տեսնել TRIP-ում։ Կարող է լինել երկու վտանգ։ Առաջին, որ Ռուսաստանը եւ Իրանը, որոնք դեմ են այդ ծրագրին առանց իրենց մասնակցության, կարող են պատասխան առաջին հերթին տնտեսական քայլերի դիմել Հայաստանի դեմ, այսինքն պատասխան կոշտ քայլերի կարող են գնալ։ Ընդհանրապես ըստ վերլուծաբանների Միացյալ Նահանգները չի էլ պատրաստվում Հայաստանում ինչ-որ ներդրումներ կատարել։ Միլիարդավոր դոլարների մասին մանիպուլյացիոն հայտարարությունները ըստ քաղաքագետների չեն վերաբերում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ներդրումային ծրագրերին։ Նույն այդ 9 միլիարդ դոլարի ներդրումը, չէ, իհարկե ներդրում է։ Պարզապես ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ներդրում անում Հայաստանում, այլ Հայաստանն է ներդրում անում Ամերիկայում։ Որովհետև դրա իությունը ինչ է, մեզ ասում են այդ գումարը գտեք, որտեղից ուզում եք, եւ մեզանից ձեռք բերեք սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ։ Հապկից են արտագանքել տարածաշրջանում արևմտյան կողմի ակտիվ գործընթացներին, հայտնելով, թե արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը հարավային Կովկասում։ Արագացված տեմպերով շարունակվում է Եվրոպայի ռազմականացումը, որը ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստմանը։ Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի համագործակցությանը գործընկերների հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը ռուսական կողմի համար էլ հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնի առաջարկած փոքր հզորության ԱԵԿ-ները չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում, դրանք ըստ էության ընդհանրապես չկան, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա։ Երևանում հայտարարված 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագծի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չեն տրամադրվել։ Ռուսական կողմին հասանելի տեղեկության համաձայն խոսքը ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի ներդրումների մասին է, այլ մի սխեմա, որի դեպքում պետք է վճարի հայկական կողմը։ Նախատեսվում էր, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի TRIP հիմնադրամի միջոցով, որը ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, սակայն բուն հիմնադրամն առայժմ հիմնադրված չէ։ Օրհներքի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներքի կենդանի կատարումը։ Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է ապահովել օրհներքի կենդանի կատարման հնարավորությունը։ Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներքը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում։ Այստեղ կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է։ Օրենքը արդեն իսկ սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում եւ քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներքը պետք է հնչի։ Օրհներքի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներքը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներքի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են։
Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ եւ էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Մասնավորապես սահմանվել է, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինն իր մոտ առկա տեղեկության հիման վրա։ Կառավարության որոշմամբ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին կփոխհատուցվի, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Մինչև հարկային օրենսգրքում վերանշյալ փոփոխությունը կատարելը սոցիալական ծախսից օգտվելու համար հայտարարատու ֆիզիկական անձը պետք է ներկայացված լիներ եկամտային հարկի տարեկան հաշվարկը, իսկ հայտարարագիրը կարող է ներկայացվել միայն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո, այսինքն նախկինում գործող մոտեցումը պահպանվել է, ինչը նշանակում է, որ սոցիալական ծախսից օգտվելու կարգի առումով խստացում չի կատարվում։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Հայաստանում զբոսաշրջային ծառայությունները կվերահսկվեն պետության կողմից։ Զբոսաշրջային գործունեություն կարող են ծավալել այն ընկերությունները, որոնք կգրանցվեն միասնական հարթակում, որի շնորհիվ հստակ կդառնա որն է հյուրանոց, որն է հոսթել կամ առողջարան եւ այլն։ Դրանից հետո էկոնոմիկայի նախարարությունը այս ընկերություններին կտա հավաստագրեր ու եթե պարզվի նրանց ներկայացրած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Բալային համակարգն է լինելու, բոլորը ստանդարտ 20 բալ են ունենալու, նախնական այս պահին նախագծով այդպես է, որից հետո այդ ամեն մի բողոքի հետևանքով, եթե ստուգում է իրականացվում, տեսնում են, որ դա ճիշտ է, բալերը պակասում են եւ դա հասանելի է լինելու բոլորին, այսինքն եւ մրցակիցներին, եւ զբոսաշրջիկներին։ Վարչապետ Փաշինյանն էլ արձանագրեց 2025 թվականն առաջին տարին է եղել, երբ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը շուրջ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվն է։ Արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ Մեր ձևով ժողովրդական շարժման հիմքի վրա ուժեղ Հայաստան կուսակցությունն արդեն կազմավորված է։ Նորաստեղծ քաղաքական ուժի առաջնորդը ազգային բարերար Սամվել Կարապետյանն է։ Կուսակցության հիմնադիր համագումարում միաձայն ընտրվել է նախագահի պաշտոնում։ Նա նաև կլինի ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Իսկ իրավական խոչընդոտներ չկան արդյոք? Սահմանադրության համաձայն Կարապետյանը չի կարող հավակնել վարչապետական աթոռին, երկրորդ պետության քաղաքացիություն ունենալու պատճառով։ Իր գլխավորած թիմը հետևյալ ռազմավարությունն է նախատեսում՝ խորհրդարանում ձևավորել մեծամասնություն, վերցնելով իշխանությունը եւ փոփոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Այս գործընթացը ըստ Նարեկ Կարապետյանի կկազմակերպեն ընտրություններից 20 օր հետո։ Հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ, ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սամվել Կարապետյանի ուղերձը համախոհներին փոխանցվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի միջոցով։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ եւ դրա ներդրմամբ, որովհետեւ ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ։ Հայաստանի ինքնիշխան տարածքները, որոնք այժմ թշնամու կողմից օկուպացված են, Նարեկ Կարապետյանի խոսքով, ուժեղ Հայաստանը մեր զինված ուժերի վերահսկողության ներքո կվերադարձնի խաղաղ բանակցությունների միջոցով։ Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ։ Ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ։ Այսօր մեր երկրում կա ընտրություն։ Ենթարկվել թե գործել։ Կա ընտրություն մնալ
թե գնալ ավելի ապահով տեղ։ Ինչ վերաբերում է մեր ձևով շարժմանը, ապա այն եւս կշարունակի իր գործունեությունը։ Իրենց նպատակը միայն քաղաքական պայքարը չէ, այլև եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանությունը։ Բուժօգնությունը Հայաստանում անվճար չի ապահովագրության շրջանակներում, անվճար ոչինչ չի լինում։ Հիմա հակառակ պնդումն է առաջ բերում առողջապահության նախարարը առողջության պարտադիր ապահովագրության համար։ Այնինչ ըստ փորձագետների դեռ ամիսներ առաջ էին հայտարարում, առողջության պարտադիր ապահովագրության շնորհիվ քաղաքացին հավելյալ վճարում չի անի։ Ապահովագրության ներդրման ժամանակ ասվում էր, որ քաղաքացիների գրպանից ծախսերը շատ են, որը բերում է աղքատեցման, ուստի մենք նախընտրում ենք այնպես անել, որ ապահովագրված հիվանդները ունենան ծախսեր գրպանից եւ աղքատության ճանապարհը չբռնեն, իսկ այսօր հայտարարեց, որ ապահովագրված հիվանդների, ապահովագրված հիվանդությունների համար անգամ համավճար պետք է վճարեն։ Առողջապահության նախարարը նաև խոստովանեց Արմետ համակարգում ու պոլիկլինիկաներում խնդիրներ կան, անդրադառնալով լրագրողների նկատառմանը, թե պոլիկլինիկաներում դիմելու process-ը շատ երկար է տևում եւ դա դրանց թողունակության եւ Արմետ համակարգի աշխատանքի խնդիրն է։ Աշխատանքները դեռ շատ ունենք անելու, որ այս էլեկտրոնային թվային գործիքները դառնան մաքսիմալ հարմարավետ։ Նախարարը նորություն էլ ուներ։ Երևանյան խցանումների պայմաններում շտապօգնության ծառայության արագ արձագանքման համար շուտով կօգտագործվեն մոպեդները, նշելով, որ լրացուցիչ ներուժ ներգրավելու կարիք կա։ Այս առումով մի քանի երկրների փորձ են ուսումնասիրել եւ հրատապ դեպքերում որպես բժշկի հասանելիության ապահովելու միջոց ծրագիրը շուտով արդեն պետք է գործնական փուլ մտնի։ Այնինչ փորձագետն ասում է, իրենք հույսերը դրել են կլինիկական օրդինատորների վրա։ Երևանի խցանումների եւ ծանրաբեռնվածության պատճառով կարիք կա հավելյալ ուրեմն ներուժ ներգրավելու եւ այս առումով մի քանի երկրների փորձ ենք ուսումնասիրել եւ այո աջակցող որպես հրատապ դեպքերին հասանելիություն ապահովելու բժշկի մենք ծրագիրը շուտով պիտի որ արդեն գործնական փուլ մտնի։ Նախագիծը հիմնավորված է այնքանով, որ բժիշկները ռեսուրսների, այսպես ասած, օպտիմալացում է գնում։ Փորձագետի պնդմամբ շտապօգնության գծային ծառայությունը մոպեդներով փոխարինելը հիվանդների համար լինելու է կատաստրոֆիկ։